Մեր կյանքի մեջ Հիսուս կարող է ամեն նոր հրաշքներ գործել, բայց երբ որ դու իրեն չես հավատում, չես վստահում, իր խոսքին ականջադուր չես լինում, քո հոգևոր տաճարն է քանդվում։ Դու դառնում ես հոգևոր անդամալույց։ Ուզում ես, բայց արդեն այնքան է մեղքը քո կամքը նվաստացրել, որ չես կարողանում ոտքի կանգնել։ Ուզում ես, ցանկություն ունես, բայց այնքան կապված ես, այնպես ամուր է թելը մեղքի կապել իրեն, որ դու չես կարող առաջ գնալ։ Տեսել եք, չէ՞ մենք շատ սեփական բակերում շներ կան կապած, երկար շղթան եւ ինչ որ միտեղից ամրացրած։ Ինքը հաչում է, վազում է, բայց չի կարող ավելին առաջ գնալ։ Այնպես էլ մեղքն է մեզ շամպես կապում է, մենք գոռում ենք, ճվում ենք, ուզում ենք առաջ գնալ, բայց սեպը խրված է հողի մեջ։ Մենք չենք կարող այդ արմատը կտրել մեզանից։ Ուրեմն Տեր այս մի վախեցիրով ուզում եմ մեր կյանքի մեջից այդ շղթայի սեպը հանել, որպեսզի մենք վազենք, ոչ թե հաչանք, ոչ թե խոսենք, այլ մեր գործով ապացուցենք, որ մեր հավատքը, Տիրոջ խոսքը մեզ համար հավիտենական արժեք է։ Թող Տեր օրհնի բոլորիս, իր խաղաղության ու սիրո մեջ վայ սիրելիներ, որպեսզի կյանքի բոլոր արեկոծությունների, նավաբեկությունների մեջ նավապետին Հիսուսին չլքենք։ Ամուր մնանք իր կողքը կանգնած, մինչև վերջին վայրկյանը։ Հավատացիր, ուրեմն պիտի ապրես։ Հավատացիր, ուրեմն պիտի տեսնես։ Հավատացիր, ուրեմն երկնքի արքայության մեջ Տիրոջ ներկայությունը պիտի վայելես եւ փառավորես նրան ասելով Տեր, ամեն ինչի համար փառք քեզ։ Այժմ եւ հավիտյանս հավիտենից ամեն։